Ժորժան, էլի մեկնաբանում եք, թե մեր էջերը բլոկված է, թիրախավորված է։ Եթե դուք ինձ կարում եք մեկնաբանություն գրեք, ուրեմն դուք էջ ունեք։ Ստուգում եմ ոչ մեկիդ էջի վրա 30 վայրկյանանոց, 10 վայրկյանանոց, ասենք Ազատություն դոգին, քանի վայրկյան է տևում։ Նույնիսկ այդ չկա։ Երբ որ մեզ ձերբակալել էին, ուրեմն Գագիկ Թադևոսյանը, որ այն ժամանակ չէի ճանաչում, ամեն օր էր մեկնաբանում, Վարդան Ղուկասյանը մեկնաբանում էր հաճախակի և մեկ անգամ Անժելա Թովմասյանը մեկնաբանեց, երևի հետո ասեցին էլ մի խոսալ։ Հիմա ես այդ մարդուն նույն քաղաքավարության հետ կտամ, որ երբ որ ինձ ձերբակալել են այդ մարդը անդրադառնում էր ինձ, ես էլ իրան եմ անդրադառնում։ Հելեք, այ մարդ, ես չեմ իրան ընտրողել։ Այդ ձևականությունները, որ մտածում էիք, որ գաղտնի ընտրության ժամանակ գալու եք, ընտրեք, ոչ ոք էլ չասի ախպեր, էտում եք գնացել ընտրեք, վերջ տվեք, ձեր մարդն է, օգնության կարիք ունի, հելեք օգնեք։ Ես էլի կոչ եմ անում, որ դոկ կուսակցության ղեկավարը ինչ-որ ձև կապնվի ինձ հետ։ Իմ էջի վրա բոլոր տվյալները կա, թե Telegram, թե YouTube, թե TikTok։ Ու Ժորժան մարտի 9-ին մեր համագումարն է անի հյուրանոցում, ամենաուշը 12:30 խնդրեմ լինել այնտեղ։ Շնորհակալություն։